Նոյանտապանում հյուրընկալել եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանին։ Պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Ինչպես տեսանք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը խնդրահարույց ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակեց, այսպիսով հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով վերջնական Բարգավաճ Հայաստանը չանցավ խորհրդարան, ընդդիմության գնահատականը արդեն տրված է, համարում են ապօրինություն, ձայների հափշտակում, համատեղ հայտարարությամբ են հանդես եկել 6 քաղաքական ուժեր, դուք ձեր քաղաքական ուժը եւս ընտրությունները համարում է ոչ լեգիտիմ, բայց դուք չեք միացել այդ հայտարարությանը ուժերի հետ կապված։ Եվ ինչ վերլուծություն, ընդհանուր ինչ դիտարկումներ կանեք, թե ընտրությունների օրվա հետ կապված եւ թե նոր ձևավորված խորհրդարանի հետ կապված։ Նախ սկսենք այնտեղից, որ ժողովրդին կեղծ ընտրանք առաջարկելով Հայաստանի Հանրապետության իշխանություններին հաջողվեց ալեգորիկ կերպով ասենք, որ մարդկաց պարզ լինի Գոսդումայի մանրակերտը դնել Երևանյան մասնաճյուղը բացել Երևանում։ Այսինքն հաշվի չառնվեցին որևէ կերպ հայ ժողովրդի արևմտյան դիրքորոշումները եւ իշարս սրան Հայաստանի ներկայիս իշխանություններին կամ անցյալ իշխանություններին, որոնք որ փորձում են վերարտադրվել արբանյակ եւ ծածկահարույց սատարող ուժերի կողմից, քանիցս փորձվեց, որ իրական այլընտրանք հանդիսացող Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը եւ նրա առաջնորդը հեղինակազրկվեն հայ ժողովրդի աչքին։ Եվ այդ դրսերում ծավալած տարբեր կալիբրի, մանրախնդիր եւ փոքրոքի ռեագենտները, որոնք որ գործում են Հայաստանի Հանրապետության շահերին դեմ, փորձեցին զրկել հայ ժողովրդին ընտրանքից, առաջարկելով կեղծ ընտրանքներ, որոնք որ իրենք էլ իրենց քաղաքական հայտարարությունների մեջ քանիցս ասել են, որ չեն պատրաստվում գնալ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի կառավարության եւ որոշումների եւ հարկ եղած դեպքում մասը կդառնան նրանց քաղաքական որոշումների եւ նրանց օժանդակությունը կբերեն վերարտադրման գործընթացում։ Սա նկատի ունենալով, ես ուզում եմ ասել, որ սիրելի ժողովուրդ, դուք մանիպուլացվել եք, թե դրսի այդ ռեագենտների կողմից, որոնք հակապետական եւ հակահայ քարոզչությամբ զբաղված կեղծ ընտրանքներ առաջարկեցին ձեզ, հերյուրանքներ տարածելով Հայաստանի Շնորհապետական կուսակցության եւ նրա նախագահի վերաբերյալ, թե ներկայիս իշխանությունների եւ այդ ռուսամետ ընդդիմության կողմից, որոնք որ ստեղծեցին մի դաշտ, որտեղ ծվեն են անելու Հայաստանի Հանրապետության ազգային թիվ 1 քաղաքական ինստիտուտի մասնաբաժինները եւ որևէ կերպ չտանեն Հայաստանի Հանրապետությունը, այլ թողնեն ռուսական ճիրաններում, ռուսական ազդեցության գոտում եւ ռազմաքաղաքական եւ տնտեսական դաշինքներում։ Այնինչ որ դուք տեսաք, եւ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը առաջիններից մեկն էր, եթե ոչ առաջինը, որ ընտրություններից հետո որակեց Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները որպես ոչ լեգիտիմ։ Եվ մենք ասացինք ընտրություններն են ոչ լեգիտիմ, ոչ թե քվեարկության փաստը, որովհետև քվեարկության փաստը ըստ էության վերջին ամփոփիչ հանգամանքն է, որի ձայների անճշտությունները փոքրինչ այս կողմ կամ այն կողմ կարող են ճշգրտվել։ Մինչ այդ բանավեճի ժամանակ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռուսական ռեագենտներ կան Հայաստանի Հանրապետությունում, այդ իրենց մեր կողմից հայտարարած 4 գլխանի վիշապը նրանք մոդիֆիկացրեցին 3 գլխանի վիշապի եւ ասում են, որ այդ ուժերը ռուսական ռեագենտներ լինելով հանդերձ Ռուսաստանի Դաշնությունից մարդ, փող ներմուծելով փորձեցին մանիպուլյացիաների ենթարկել։ Եղբայր, հակընդեմ հարց ձեզ, ինչու գրանցեցիք այդ ուժերին։ Ինչու հնարավորություն ստացան Մոլդովայի օրինակով չգնաց Հայաստանը, այլ Հայաստանը գնաց մի օրինակով, որ այդ ուժերը թվով 3-4 հələ պոչիկների մասին էլ ինքն էր խոսում այնտեղ կարողացան գրանցվել եւ քաղաքական գործունեություն ծավալել, կանխավ իմանալով, որ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական շահերին դեմ գնացող օտարպետությունների շահերը սպասարկող ուժեր են լինելու։ Եվ այս հանգամանքը նկատի ունենալով հենց բանավեճի ժամանակ էլ հարցել հնչեց ինչու չարքելափակեցիք, փորձեցին էլի հարցը գլորել մեր գրպանը եւ ժողովրդի գրպանը, ասացին դե դուք դիմեք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Քացախ ձեր
ախորժակին, թե ձեր չարածը մենք կամ ժողովուրդը պետք է աներ։ Էդ էր մնում պակաս։ Իսկ ինչի Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը չբոյկոտեց առհասարակ նախընտրական գործընթացները, որտեղ քանիցս ես նշել էի, որ նկատի ունենալով 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները եւ դրանում ձևավորված խճանկարը ներքաղաքական, մենք այլ տարբերակ չունեինք, քան գնալու սահմանադրական ճանապարհով։ Իսկ սահմանադրական ճանապարհը մեզ հուշում էր, որ մենք պետք է մասնակցեինք նախընտրական գործընթացներին, ի հեճուկս նրան, որ այդ նախընտրական գործընթացները կարող են խեղվել եւ նենգափոխվել գործող իշխանությունների կողմից։ Ինչու գործող իշխանությունների, որովհետև թիվ 1 պատասխանատուն այդ գործընթացը պատշաճ եւ մաքուր կազմակերպելու համար տվյալ պահին գործող իշխանություններն էին։ Արդեն դրանից հետո, երբ որ դու հնարավորություն ես ընձեռել տարբեր ձեր բնութագրման խամաճիկ ուժերի գան ստեղ, հերիք չի գան, հələ մի բան էլ ահռելի քանակության ֆինանսական ռեսուրսներ վատնեն, մարդկանց առաջարկեն կեղծ ընտրանք, որ մարդիկ ասում են ձեզ շատ հարգում ենք, ձեզ շատ սիրում ենք, բայց ձեր թափը կների, որ սրա վերջը տակ ու գնան նրան ձայն տան, իրական ընդդիմությանը։ Դե հիմա սիրելի ժողովուրդ, բոլոր այն քաղաքացիները, որոնք որ այդպես էին մեզ ասում, տեսնենք այն ուժը, որին որ դուք վստահեցիք, ձեր ձայնը տվեցիք, թափը կհերիքի թե ոչ։ Մկան ծակերին 1000 թուման են տալիս, որ կարողանան փախուստ իրականացնել, չեն կարողանում։ Այդ ինչ ընդդիմություն է, որ երկրից պետք է ուզենա գնա ու չկարողանա գնա։ Հետո էլ կանգնում են պրոիշխանական ուժեր, падգամավորներ նախքին կամ սազանդարներ կանգնում ասում են, չէ, ընտրությունները լեգիտիմ են եղել, ընդդիմությունն է ոչ լեգիտիմ։ Լուրջ եք ասում, դուք մարդկանց լիարժեք հիմարի տեղ եք ուզում դնել։ Եթե ընդդիմությունը ոչ լեգիտիմ է, նշանակում է ամբողջ ընտրական գործընթացն է ոչ լեգիտիմ, որ հնարավորություն է տվել այդ ուժերին ընդդիմության կարգավիճակ ստանան։ Եվ եթե ընտրական գործընթացը ոչ լեգիտիմ է, ձևավորվող իշխանությունները ոչ լեգիտիմ։ Շատ լավ։ Պարոն Սիմոնյան, եթե ռուսամետ ուժեր են ներկայացված նոր խորհրդարանում, ներառյալ քաղաքացիական պայմանագիրը, ես ճիշտ եմ, եթե հասկանում ձեր խոսքերից եւ ձեր հայտարարությունից, հիմա այդ դեպքում փորձենք հասկանալ Ռուսաստանի լռությունը, ինչու նրանք չշնորհավորեցին, ինչու մինչև ընտրությունները մցվեցին այդ սահմանափակումները, որոնք հայ տնտեսվարողների դեմ են մեծ հաշվով։ Բա ինչպես մանիպուլացնեն։ Ինչպես մանիպուլացնեն ձեզ, մյուսներին։ Դա կոչվում է հոգեբանական ներգործություն հայ ժողովրդի նկատմամբ։ Կեղծ ընտրանքների տրամադրում։ Կեղծ ընտրանքը տրամադրում ես հետո պիտի բացահայտես, որ քո ջեբի գրպանից դուրս եկած է։ Բայց միևնույն ժամանակ այդ գործողությունները, պարոն Սիմոնյան, բացասական տրամադրություններ են հանրային գեներացնում Ռուսաստանի նկատմամբ։ Հա, բայց մեկը մարդիկ ահաբեկված են եւ կեղծ ընտրանքների մեջ ինչ ընտրություն պետք է կատարեն։ Մարդիկ ահաբեկված են, մի մասը վախեցան պատերազմից, մի մասը վախեցավ, բայց հիմա տեսանք ուր են, ինչի չեն մարդկանց փողոց դուրս բերում, կարող եք ասել ինչի մարդկանց փողոց դուրս չեն բերում։ Ինչու չեն բերում։ Միայն մեկ պատճառ կա, թե ինչու մարդկանց փողոց չեն դուրս բերում, որտեղ ոչ ոք փողոց դուրս չի գա։ Դա նշանակում է, որպես քաղաքական ուժ զերո կապիտալ ունեն Հայաստանի Հանրապետությունում, որպես տնտեսական ուժ ահռելի։ Մենք երբևիցե նմանատիպ հնարավորություններ, չնայած մեր 2 կոպեկի վրա խոշորացույցով մեռան մանգալով ինչ որ բիծ են ուզում գտնել, իրենց միլիոնների, միլիարդների վրա չկա բզեր։ Հետևաբար կարող են մասնակցել, կարող են ընդդիմություն լինել, կարող են խորհրդարան մուտք գործել, ինչի մասին է խոսքը։ Դա շնորհապետական կուսակցությունը չի, որ մտնի խորհրդարան չկարանան ասեն, այդ ձեր ժամանակ չէր, որ սենց էր, կամ այդ հաթաթատան, կամ չգիտեմ ինչ անեն, բա սա է պատկերը։ Մարդկանց կեղծ ընտրանքներ, մի քանի ոնց ասեմ, որ ավելի կոռեկտ հնչի, իրականում շան որդիություն է, որ կանգնում են որոշակի ռեագենտներ, կոլաբորացիոնիստներ եւ շինծու քաղաքական ուժեր, որ շնորհապետականի ստացած ձայները համարում են, թե իշխանություններն են ապահովել։ Բա ինչի՞ չեք դատի տալիս մեզ։ Ինչի՞ չդիմեցի կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ մեր ձայները նորից էլի հետ հաշվարկով ցած բերվի։ Ինչու չարեցիք։ Եթե չկա, ուրեմն շան որդիություն եք անում։ Ես ասում եմ, որ նմանատիպ ուժեր, նմանատիպ քաղաքական գործիչներ միջև արմատախիլ չլինեն Հայաստանի Հանրապետությունից, ներքաղաքական դաշտը չի շտկվելու։
որովհետև մյուս ընտրություններին գլխարկի մեջից Միկի Մաուսին են հանելու։ Դե հիմա Փաշինյանը խոստանում է, տեսնենք Փաշինյանը գլխարկի միջից մյուս ընտրություններին Միկի Մաուսին է հանելու եւ վախենում եք մի Ռոքվելեր չգտնի։ Էլի կեղծ ընտրանք տրամադրեն, մանավանդ որ Սերժ Սարգսյանի փոխարինողը Սերժ Սարգսյանի կողմից ինդուլգենցիա ստացավ։ Ասած որ էտով է ասել, որ երրորդ բան է անում, երկու անգամ ընտրությունների է գնացել, երկու անգամ արտահերթ։ Պուտինից ինչ պետք է սովորեք, բացի Աբնուլենյաները, զրոյացումները։ Եվ այստեղ հարց է առաջանում, ում են ծառայում դրսում վերընկածները եւ ներսում վերընկածները, ում են ծառայում։ Ախր չի կարելի այդ աստիճանի սրիկա գտնվել։ Դուք ռադներդ քաշել եք, ձեր ճակատագիրը օտար ափերում եք որոնել ու ընդեղ եք ուզում ռեալիզացվել։ Հայ ժողովրդի վրա խաչ եք ուզում քաշեք, հա։ Կեղծ ընտրանքների շրջանակից չեք ուզում դուրս բերեք։ Ոնց կարելի է այսպիսի վարկ սեփական հայրենիքի նկատմամբ։ Այստեղ են ասել, որ հայի տականքը անգերազանցելի է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք դա չենք հասկանում։ Մենք հասկանում ենք, մնում է տեղ չտանք դրանց։ Մենք հասկանում ենք, մնում է տեղ չտանք դրանց։ Պարոն Սիմոնյան, հիմա այս խորհրդարանը այս տեսքով ամեն դեպքում խնդիր ունի սահմանադրական փոփոխությունների գնալու։ Հիմա ընդդիմության հայտարարությունները մենք գիտենք, թե ինչքան իրենք արմատական են այդ հարցում, այսինքն եթե նրանք նույն կենտրոնին են ծառայում, այդ դեպքում նրանք ինչպես են հակազդելու եւ թույլ չեն տալու սահմանադրական փոփոխություն։ Ընդդիմությունը մենք ենք, առաջինը մենք ասեցինք, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են։ Մի երկու
հոգիները սատանային վաճառածներ, թե դրսում վերընկած, թե ներսում, կանգնեցին մեզ մեղադրեցին, ասեցին, որ ռուսական ուղղություն եք թելում, դրանից հետո վարչապետ Փաշինյանն էլ ասեց, դրանից հետո խելոք բոլոր քաղաքական ուժերներ ասեցին, որովհետև ես փաստը ներկայացրեցի ինչի է այդպես։ Դե հիմա գնացեք ձեր հակապետական, Հայաստանի Հանրապետության դեմ իրականացրած գործողությունների համար հաշիվ տվեք ինքներդ ձեզ, այ հակապետական տարեր։ Հիմա իմ հարցին ըստ էության։ Հիմա ձեր հարցին ըստ էության, մենք ամեն ինչին առաջինն ենք արձանագրում եւ ասում, եւ ես միջև նախընտրական գործընթացներն էլ էի ասում, որ անկախության հռչակագրին մատով դիպչել չի կարելի եւ Նիկոլ Փաշինյանի սահմանադրական փոփոխությունների պլանին մենք դեմ ենք։ Ի հեճուկս է ձեր ընդդիմություն հռչակացնեին, որոնք որ ըստ էության ընդդիմություն չեն, դրանք կեղծ ընտրանք էին, նշանակում է նրանք ինչ որ պահի դա իրենց խնդիրն է։ Դա իրենց խնդիրն է, բայց մենք փորձելու ենք Փաշինյանական ոճով սահմանադրական փոփոխությունները կասեցնել Հայաստանի Հանրապետությունը, որտեղ դա Հայաստանի Հանրապետության շահերով չի պայմանավորված։ Անշուշտ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոփոխման ենթակա է, բայց դա չպետք է անի մի իշխանություն, որը ոչ լեգիտիմ ընտրություններով վերարտադրվում է։ Դա նոնսենս է։ Դա ինչպես եք պատրաստում անել։ Մարդկանց բացատրելով, հասկացնելով եւ այլ քաղաքական գործընթացներով, որոնք որ հարկ կհամարենք մեր խորհրդակցությունների արդյունքով։ Պարոն Սիմոնյան, փախուստներից խոսեցիք, հիմա ընտրություններից հետո Նարեկ Կարապետյանին Լարս թույլ չտվեցին մուտք գործել, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին Զվարթնոցից հետ ուղարկեցին, իշխանականները դուք էլ ձեր խոսքում ասացիք, պնդում են, որ նրանք փախուստի էին դիմում, դուք ինչ տպավորություն ունեք։ Ես չգիտեմ մոտիվը որն էր, որ դուրս են գալիս երկրից, բայց միայն այն փաստը, որ նրանց կարողանում է պետությունը թույլ չտա, նշանակում է նրանք գրպանի ընդդիմություն են։ Միայն այն փաստը, որ մարդու ազատ տեղաշարժման իրավունքը կարողանում է պետությունը կասեցնել, նշանակում է նրանք գրպանային են։ Գրպանայինն էլ նշանակում է, որ նրանք պայմանավորված են, այսինքն այդ խաղը։ Գրպանային նշանակում է, որ նրանք հարմար ընդդիմություն են Նիկոլ Փաշինյանի համար։ Որտեւ ազատ տեղաշարժման իրավունքը ժողովրդավարական կարևորագույն իրավունքներից մեկն է, որը որ մարդու բնական իրավունք է, որ պետք է հարգվի։ Եթե դա կարողանում են կասեցնել եւ աղմուկ չի բարձրանում, նշանակում է գրպանային են։ Ոնց է հնարավոր է այդպես բան։ Մարդը ոչինչ չունի, պետության կողմից չի հետապնդվում ու սահմանում կարողանում է կանգնեցնել։ Չի կարող նման բան լինի։ Չի կարող։ Հիմա մոտիվը չգիտենք, փախուստ էին գործում, թե անձնական այցելություններ, ինչ գիտենք։ Հա, բայց այդ մարդիկ որոշել են դիմել սահմանադրական դատարան, վիճարկել ընտրությունների արդյունքները եւ այսպիսի իրավիճակում իրենք որոշում են Որ մի քանի սահմանադրական օրով դատարանն ուզում հեռանալ։ դիմել։ Այն սահմանադրական դատարանը, որին իրենք չեն վստահում, որի Այսինքն կազմին իրենք չեն լեգիտիմացնում են վստահում։ այն որոշումը, որը որ հաստատվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պարզ չի ինչ որոշում է սահմանադրական դատարանը հաստատելու։ Պարզ չի ձեզ համար։ Հիմա եթե դա այդքան հեշտ լիներ, մենք էլ սահմանադրական դատարան կդիմեինք։ Ինչի չենք դիմում սահմանադրական դատարան, որտեղ սահմանադրական դատարան եթե դիմենք եւ այդ գործընթացը սահմանադրական դատարանը համարի օրինաչափ, ստացվում է լեգիտիմացնում ենք մեր գործողություններով Նիկոլ Փաշինյանի նկարչությունը։ Ինչ դիմես։ Ես ուղղակի ափսոսում եմ 2018 թվականի եւ 21 թվականի ընտրական գործընթացներում ձեռքբերումները, որոնք որ ջուրը լցրեցին 26 թվականին։ Ափսոսում եմ։ Հիմա պարոն Սիմոնյան, այս հայ-ռուսական հարաբերություններում զարգացումների ինչ սցենարներ եք տեսնում եւ այս սահմանափակումների հետ կապված ինչ կարող եք ասել։ Այո, Եվրամիությունը Հայաստանին փորձում է աջակցել, որոշ երկրներ իրենց շուկաները բացեցին հայ արտադրողների համար։ Հիմա ինչ է լինելու։ Սահմանափակումները էլի հանվելու են Ռուսաստանի կողմից այս ճանապարհ։ Ինչ սպասենք։ Չգիտենք ինչ է լինելու։ Համենայն դեպս մենք նկատում ենք մի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորանք չի ստացել, բայց շնորհավորում է։ Ով գիտի ինչ կխոսան, ինչ կպլանավորեն, ով գիտի, մենք ռուսական արբիտայից դուրս չենք եկել, անգամ զգալով այդ ագրեսիան մեր հանդեպ։ Դուրս չենք եկել ռուսական արբիտայից, մարդկանց խաբում են շարունակաբար։ Ես ուզում եմ ասել, սիրելի քաղաքացիներ, չի կարելի այդքան վախեցած լինել։ Մեզ խաբում են, բայց դրսին են խաբում։ Աշխարհակաղակական այդ կենտրոններին, կառույցների ղեկավարներին մենք ստացանք, չէ, շնորհավորանքների աշխարհագրությունը բավականին մի անգամ բացատրել եմ, տպավորիչ։ նորից չեմ զլանա, նորից կբացատրեմ։ Եթե աշխարհակաղակական ձեր նշած կենտրոնները շոշափում են մի իրավիճակ, որտեղ իրենք էլ իրանցը կարան ստանան, եւ սա ավելի ձեռնտու է, քան սրան փոխարինող հավանական այլ ուժերը, ուրիշ ինչ
կեցվածք պետք է որդեգրեին։ Ես նրանց տեղը լինեի գուցե եւ կփնտրեի ալտերնատիվաների հետ կապեր կհաստատեի, բայց Հայաստանը խիստ փոքր է, որ նրանք այդքան մեծ ծավալուն աշխատանք անեն։ Օրինակի համար Հայաստանի շնորհապետական կուսակցությունը նամակ է հղել Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտ Մարկո Ռուբիոյին։ Եվ այդ նամակի բովանդակությունը մենք հրապարակել ենք։ Հիմա տեսնենք, կարձագանքեն մեզ, թե չեն արձագանքի։ Կարճ կարող եք ասել նամակն ինչ մասին։ Նամակի բովանդակությունը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը շատ գրգռված է Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացմամբ, շնորհապետական կուսակցությունը դա ողջունում է եւ մենք տեսնում ենք ռազմավարական հարաբերությունների խորացում, բայց Լեռնային Ղարաբաղի ազգաբնակության հարց կա այստեղ, գերիների բռնադատվածների հարց կա այստեղ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների ապօրինի բռնազավթման հարց կա այստեղ եւ այլն եւ այլն։ Հարցեր կան, եղբայրներ, այս հարցերում մենք ուզում ենք աշխատենք Միացյալ Նահանգների հետ։ Իրանի հետ համաձայնագիրը կարող է նպաստել, որպեսզի այդ համագործակցությունը աշխատանքը ավելի արդյունավետ լինի, ավելի արագ լինի, թե այստեղ չկա որ դա հնարավոր է այս պահի դրությամբ, որտեվ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցույց տվեց, որ դիմակայունության չափաբաժին ունի եւ այնտեղ մի քանի աստիճանակարգի ռազմաքաղաքական ղեկավարների դասակարգ կա։ Այսինքն առաջին շերտին հանելով դու չես փլուզում պետությունը։ Աստված ոչ անի մեր պարագայում այլ պատկեր կլիներ։ Իրանի պարագայում այդպես չի։ Եվ այս երիտասարդները, որոնք որ էքստրաօրդինար իրավիճակում եկան սերնդափոխություն իրականացնելու Իրանի Իսլամական Հանրապետության առաջնակարգ պաշտոնները, նրանք նախապատրաստված չեն ցոփ ու շվայտ կյանքին եւ նախապատրաստված չեն կաշառքներին եւ արք ու վաճառքի կանոններին։ Նրանք ծառայում են Իրանի Իսլամական Հանրապետությանը խիստ զուսպ կենցաղավարման պայմաններում։ Եվ նրանց հետ պայմանավորվելը շատ ավելի դժվար է լինելու, քան Այաթոլլա Խամենեիի հետ։ Այաթոլլայի հետ շատ ավելի հեշտ էր լինելու պայմանավորվելը, քան այս երիտասարդների դասակարգի։ Սա ռազմավարական սխալ էր, որ թույլ տվեց Միացյալ Նահանգները։ Ռազմավարական սխալ էր։ Եվ այս առումով, քանի Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողացավ ամրանալ, արագ հանգուցալուծում չեմ ակնկալում։ Առավել եւս որ Իսրայելը չի համարում, որ իր ռազմաքաղաքական շահերի գոնե ընդունելի մակարդակին հասել է։ Այսինքն զարգացումներ դեռ կլինեն եւ վատ զարգացումներ կլինեն։ Ես դրա համար ասում եմ բոլոր ժամանակների Հայաստանի Հանրապետության վերնախավը գզվերտոցը մի կողմ դրա ժողովրդավարության հուղարկավորությունը կազմակերպելուն մի կողմ դրած, կազմակերպելը մի կողմ դրած, պետք է զբաղվի պետության պոտենցիալի բարձրացմամբ։ Պետության պոտենցիալի բարձրացմամբ։ Ոնց կարելի է այսքան դժվարին ժամանակներում, այսքան խառնակ իրավիճակներում հնարավորություն տալ, որ երկրում բուծվեն եւ զարգանան օտար պետությունների ռազմաքաղաքական շահերը առաջ տանող ուժեր։ Սա առաջին հերթին քաղաքական վերաբերմունք է սեփական քաղաքական ինստիտուտների հանդեպ եւ քաղաքական մշակույթի, որն ասվում է ժողովրդավարություն եւ ժողովրդի հանդեպ մարդկանց դրել եք ուղղակի ռեսուրսի տեղ։ Մեծ իմաստամբ վախացնում եք, մանիպուլյացիաների եք դնում եւ առհասարակ 19 ուժ ընտրական գործընթացներին մասնակցի։ Այս զրո ամբողջները իրենց հաշիվ տալիս են առհասարակ իրենց ներգործության վտանգավորության աստիճանը Հայաստանի Հանրապետության հանդեպ, կեղծ ընտրանքի։ Տևական ժամանակ է մենք հենց այդպիսի իրավիճակի ենք ականատես լինում ընտրություններից ընտրություն։ Պարոն Սիմոնյան, ամփոփելով մեր հարցազրույցը, Դիլիջանում 3 հանդիպեցին Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը, կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային հանդիպումները եւ արդեն ընդդիմությունն ասում է, ահա տեսակ, առաջին պատվիրակություն ընտրություններից հետո որ գալիս է, ադրբեջանական այս թրքամետ իշխանությունը, որ մենք ասում էինք մեզ տանում է դեպի Ադրբեջան, Թուրքիա, ինչի պետք է ես վերլուծեմ։ Դուք հանդիպման հետ կապված ինչ կարող եք ասել, ձեր գնահատականը որն է։ Իմ գնահատականը հարցրեք այսուհետ, եւ որևէ մի կեղծ ընտրանքի անուն իմ հետ հարցազրույցներում այսուհետ չբարձրացնեք։ Իմ գնահատականն եք հարցնում։ Կապրենք կտեսնենք Ադրբեջանի հետ համագործակցությունը ստացվում է թե չէ, առավել եւս ինչ է դրա դիմաց զիջվում։ Ինչ է դրա դիմաց զիջվում։ Ես համարում եմ, որ նմանատիպ հանդիպումների
շտապողականությունը ոչ մի լավ տեղ չի տան։ Իհարկե շատ լավ է որ կոմունիկացիա կա։ Եթե խաղաղություն է, թող խաղաղություն լինի, բան չունեմ ասելու, բայց մենք շահեր ունենք։ Իսկ արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատշաճ իր ռազմաքաղաքական շահերը առաջ տանում է թե ոչ։ Արդյոք տանում է թե ոչ, չգիտենք։ Համենայն դեպս նախաստորագրված փաստաթղթից ակնառու է, որ ոչ։ Որ ոչ։ Եվ շնորհապետական կուսակցությունը հայտարարում է իր պայքարը շարունակելու մասին, հիմա այդ պայքարը ինչ տրամաբանությամբ եք տանելու, արդեն բարձ է ակնհայտ է, կարող եք ինչ-որ բաներ ասել, թե ժամանակի ընթացքում Մենք մեր որպես քաղաքական ուժ որդեգրել ենք մաքուր մնալու գաղափարը, ընդ որում անարդարության դեմ անհնարին է պայքար տանել անարդարների հետ միանալու ճանապարհով։ Իմ հորդորը եւ խնդրանքը Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Խնդրում եմ ուղղակի մի հորդորեք, որ մենք միանանք ապականվածներին, իսկ ապականվածները նրանք են, որոնք գլխավոր մարտը թողած մեր դեմ էին պայքարում որպես այլընտրանք, մեր դեմ էին պայքարում, սուտ հերյուրանքներ էին տարածում պարոն Անտինյանի մեջբերումների վերաբերյալ, Արցախահայերի վերաբերյալ, կտրում էին, Շոր կտվորներ եւ կտվորուհիներ ասում են իրանց ուզածը էս փողներ, որ պետական օժանդակությամբ պետք է, սա օրենքն է հաստատել։ Վաղը մյուս օր էլ որ մենք դառնանք իշխանություն, նույն կտվորներն ու կտվորուհիները ասելու են նրանց նպատակը իշխանություններ, ոչ, մեր նպատակը իշխանությունը ածանցյալ է։ Մեր նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ հայ ժողովրդին ծառայելն է։ Հիմա ամեն ինչը որ օրենքով սահմանված կարգով մեր ձեռքը կգա եւ գալու է ժողովրդի կամոք։ Մենք ծառայացնելու ենք իբարս Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի։ Մեր քաղաքական գործընթացները տանելու ենք։ Ես խնդրում եմ, որ Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը, սիրելի ժողովուրդ, գնահատեք որպես ինքնուրույն, չափականված եւ մաքուր ուժ, որը արդարությունը վերականգնելու է միայն եւ միայն միասնություն կազմելով ձեզ հետ։ Դուք սուր եք արձագանքում այդ թիրախավորումներին, պարոն Սիմոնյան, բայց ես ուզում եմ ասել, որ եթե դուք չլինեիք իսկապես այդպիսին ձեր նկարագրած ձևով, ապա դուք վստահաբար այդքան չէիք թիրախավորվի այդ ուժերի կողմից։ Նշանակում է ձեր ձայնը, ձեր գաղափարները, ձեր առաջարկները իրենք իսկապես կարող էին շատ լայն զանգվածների հասնել եւ ընդունելի լինել եւ հավատալի լինել։ Պատկերացրեք ես եւ դուք երբևիցե քաղաքականության մեջ չենք եղել, մուտք են գործում քաղաքականություն ընտրապայքարի մեջ, դուք 50%-ի վստահության ակնկալիք ունեք, ես ըսկի 5-ի էլ չունեմ։ Նախ դա առիթ է, որ ես ձեր կերպարով հիանամ, ասեմ Էլիզան, այս ինչ գրագետ անձնավորություն է, որ կարողացել է իր մաքուր կերպարով, իր հեղինակությամբ, այսքան մեծ չափաբաժին վաստակի համաժողովրդական։ Եվ ես առնետ չէի գտնվի, որ բարձրախոսը վերցնեի ձեռքս, ընկնեի բակ ու ասեի Էլիզա Զաքարյանին չքվյարկեք հանգարտ ժողովուրդ։ Եվ հետո էլ ձեր ինչ որ տեսավ նյութ վերցնեի, կոնտեքստից կտրեի, տարածեի ու պայքարեի ձեր դեմ, նկատի ունենալով, որ գլխավոր վիշապը կա։ Դա չի ստացվի, որ դա անողը սրիկա է։ Ուզում եմ ասել, ամեն դեպքում դուք, այո, դա շանվորդիություն է, դա շանվորդիություն է։ Մենք չենք իշխանություն, որ մեր դեմ եք պայքարում։ Մենք չենք իշխանություն, մենք ոչ էլ ընդդիմություն ենք եղել նախկինում, որը որ իշխանություն է եղել նախկին էլ չենք, մենք չենք դա։ Դա շանվորդիություն է նոր ուժի դեմ պայքարելը։ Թափները չի հերիքում վերևի հետ պայքարեք, որտեղ վերևի պրոյեկտ է գուցե, հա, կամ գրպանի խամաճիկ։ Էնպես որ, սիրելի ժողովուրդ, Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը վստահեք, բոլոր այն ուժերի հետ, որոնց հետ համագործակցությունը հնարավոր է, ես խոստանում եմ, որ դա կդիտարկեմ, բայց ամենամեծ բաղձանքս է համագործակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայ ազգի հետ հավաքական առումով։ Եկեք ձեզ հետ համագործակցենք, որտեղ ես ձեզ եմ սիրում, նրանց չեմ սիրում։ Շնորհակալություն։ Նրան տապանը հնարավորինս կաջակցի եւ հարթակը տրամադրի ձեզ այդ հարցում։ Շնորհակալություն։ Մեծ դիտողներին նշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։